Մենք 2018-2019-20 թվականներին շատ ակտիվ քննարկում էինք ունենում մեր էներգետիկա աղբյուրների դիվերսիֆիկացման մասին եւ ըստ էության այս ընթացքում վերականգնող արևային էներգիայի ատոմակայանի համարյա երկու հզորության մենք արևային հզորություններ ենք գեներացրել։ Իհարկե ես համարում եմ լուրջ ձեռքբերում, իհարկե էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է առաջացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում։ Պատկերացնեք, չնկատելով երկու ատոմակայան ենք ստացել եւ հիմա հարցը այդ երկու ատոմակայանի ինչպես կառավարենք, դա երկրորդ խնդիրն է։ Իհարկե ուզում եմ ասել նաև, որ մենք էներգետիկայի ոլորտում գիտեք, որ ունենք խնդիրներ, այդ թվում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։ Հիմա տեսեք, օրինակ, երեք ես մասնակցում էի կոմպլեքս հիպերմոլի բացման արարողությանը եւ բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Պատկերացնում եք, մարդիկ $70 միլիոն ներդրում են արել, 70 միլիոն, համեն դեպս ինձ տենց ասցին եւ չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ։ Բայց մենք հասկանում ենք սա, անդադ խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավում եւ այլն եւ այլն։ Այստեղ երկու տարբերակ կա, իհարկե ես ասել եմ, մի տարբերակն է նա, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն է նա, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի։ Երկու դեպքում էլ մենք բոլոր գծերը անցել ենք եւ իրանք բոլոր գծերը անցել են եւ այն ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե process-ը չի լինի մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք։ Իհարկե հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում։ Ես գիտեմ, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նույնպես քննարկումներ է ունեցել եւ այդ թվում կառավարության գործընկերների մենք համատեղ աշխատանքով նաեւ օրենքի նախագիծ է արդեն դրվել փոփոխություն բանի օրակարգում այսօրվա ընդգրկված է եւ արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն եւ շատ արագ ես կարծում եմ, որ այդ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը եւ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում։